Բարի երեկո բոլորին։ Ճիշտն ասած, այս պահին չնախատեսված եթերա, չնայած Տիկին Վարդապետյանին բազմաթիվ հարցեր ունեմ տալու արդեն շատ վաղուց, բայց այս հարցը ինձ համար շատ հրատապ է, որտեղ վերաբերվում է Վահե Հակոբյան, Էլիզաբեթ Պետրոսյանին, եւ կուզենամ, որ լսի նաեւ պարոն Պողոսյանը, որին բնականաբար պատկերացնում եմ, որ շատ զբաղված է, չի հետևում իմեջին, այս եթերը ես անձամբ կուղարկեմ քննչական կոմիտե եւս։ Բայց հիմնական հարցերը վերաբերում է Տիկին Վարդապետյանին։ Տիկին Վարդապետյան, բարի երեկո, ուզում եմ, գիտեմ, որ դուք երկրում չեք, բայց կարևոր չի, կլսեք երևի մի օր։ Համենայն դեպս հանրությունը կլսի իմ հարցերը եւ կհասկանային վրդովմունքը ձեր գործելավոճով, որովհետեւ փոխանակ երևի թե ինչ շնորհակալություն հայտնելու, միգուցե շքանշան տալու, որ ես մենակս կարողանում եմ մեր փոքր գրասենյակով անել շատ ավելի շատ եւ ավելի շատ խորքային բացահայտումներ, քան իրավապահ ամբողջ համակարգը, եւ սա անհամեստություն չի, ես հիմա կապացուցեմ, որ դա այդպես է, կամ այստեղ այլ պատճառներ կան, որովհետեւ ես չեմ կարծում, որ իրավապահ համակարգը անզոր է անելու այն, ինչ որ անում է մի 4 հոգանոց թիմ, բայց եթե չի կատարվում, ուրեմն սա ունի իր պատճառները, որոնց մեջ ես ուզում եմ հասկանամ, ձեր հետ հանգիստ քննարկում ենք պատճառները, չեմ փնովում, վատ բառեր չեմ ասում, սա կամ նախանձն է, եթե դե կանացի նախանձ չի կարող լինել, որովհետև դուք իմ երեխայից փոքր տարիք ունեք, երևի թե այստեղ ավելի շատ մասնագիտական, սա կամ նախանձական չընկալումը, որովհետև ցանկացած իմ բացահայտումից հետո դատախազությունը մի այլ դիրքորոշում է որդեգրել, որ ցանկացած հաղորդում հանցագործության մասին, որը ստորագրվում է իմ կողմից կամ կազմակերպության բլանկի վրա, դատախազությունը հագնում է բոքսի ձեռնոցներ ու սկսում պայքարել։ Եվ սա ես հերթական վաղը, մյուս օր, հերթով, շարքով, կարգով եւ հիմա եւս կապացուցեմ, եւ սա լինում է, սա ի վնաս մեր երկրի, ի վնաս մեր պետության, ի վնաս մեր հանրության հավատի դեպի իրավապահ համակարգ, կամ երևի թե այդ ասածս բառը չեմ սիրում, շատ ավելի պրիմիտիվ բառ է նախանձ, այստեղ կան ուրեմն կոռուպցիոն մոտիվներ, որտեվ այն որ ասում է ինովը նիդանո այլ բան չի կարող լինել, կոռուպցիոն մոտիվներ, այսինքն տարատեսակ պաշտոնատար անձանց մեծ աղմուկով գործեր ուղարկվում է դատարան, սակայն գործերի այսքան մասն է քննվում, այսքան sense պուճուրիկը, երբ որ պուճուրիկը քննվում է, բայց մեծը մնում է ստվերի մեջ, սա ինչ է, սա ակնհայտ կոռուպցիա է, կամ գումարներ է տրվում, տեսեք ես ասում եմ կամ, ես չգիտեմ, կամ ծանոթներ, կամ քաղաքական պատվեր, կամ ինչ-որ անձնական այլ մոտիվներ, բայց չի կարող անձնական այդքան շատ մոտիվ լինի, այսքան շատ մարդկանց հետ կապված։ Այսօր խոսքը վերաբերվելու է Վահե Հակոբյանին, Էլիզաբեթ Պետրոսյանին, այս աղմուկին, կամ պսևդո աղմուկին, որը այս մարդկանց շուրջն է դատախազության կողմից, այսօր տարատեսակ լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Վահե Հակոբյանը, ես կոնկրետ Փաստինֆոյից եւ Փաստինֆոյից եմ վերցրել, որ Վահե Հակոբյանի վերաբերյալ կա հետախուզում, սա իհարկե իմ ինֆորմացիան չի, դրա համար ես վստահում եմ Փաստինֆոյի ինֆորմացիային եւ իմ համար շատ անհասկանալի է Տիկին Աննա Հակոբյան։ Սա իմ անվստահության Աննա Վարդապետյան 1000 ներողություն, որտեղ այստեղ Վահե Հակոբյան էր գրած, ես խառնեցի։ Տիկին Աննա Վարդապետյան, սա այն հարցերից մեկն է, այսինքն այն քրեական վարույթներից մեկն է, որով ես հիմա ձեզ դիմելու եմ, եւ սա ամեն օր կրելու է շարունակական բնույթ, որովհետեւ ցանկացած իմ բարձրաձայնումից հետո, երբ իմ անձի նկատմամբ հնչում են սպառնալիքներ, մտնում են իմ բնակարան, վնասում են իմ ավտոմեքենան, եւ ես հաղորդումներ եմ ձեզ ներկայացնում, դուք անձամբ դուք
Եվ այն համակարգը, որը դուք ղեկավարում եք, հովանավորում է այդ անձանց, ովքեր սպառնալիքներ են հնչեցնում իմ նկատմամբ, ովքեր կատարում են որոշակի գործողություններ։ Եվ սա նշանակում է, որ դատախազությունը հովանավորում եք, որովհետև այդ մարդկանց վերաբերյալ ներկայացված փաստված հաղորդումները, ձեր դատախազները, կենտրոնի դատախազները, նամանավանդ աղջնակները, այդ թիմը, բրիգադը, չգիտես ինչի, փորձում է անել այնպես, որպեսզի չպարզվեն իմ բնակարան մուտք գործողները, սպառնացողները, այսինքն դուք հովանավորում եք եւ ինձ սպառնացողներին, եւ այն առերևույթ հանցագործներին, որի վերաբերյալ ես շարունակական ներկայացնում եմ հաղորդումներ հանցագործության մասին։ Ասեք սուտ է, ես էլ ասեմ ոչ, սուտ չի, դիցուկ։ Նայեք, փաստաթղթերով եմ ձեր հետ խոսելու։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին իմ կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, դեռ ներկայացվել է պարոն Աբազյանին այն ժամանակ, որից հետո բնականաբար սա գնացել է դատախազություն եւ քննչական, որը վերաբերվել է Արցախի ներդրումային հիմնադրամից Հայաստանի եւ Ռուսաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից մեծաքանակ գումարների յուրացման վերաբերյալ։ Նայեք, 2023 թվականի հոկտեմբերի 19-ը կներեք, որ 2 տարին այդ օրը չնշեցինք եւ ձեզ չհրավիրեցինք այդ լենտ կտրելուն, որ այս քրեական վարույթը 2 տարի է, որով ես նույնիսկ ցուցմունք չեմ տվել իմ կողմից տրված հաղորդման վերաբերյալ, այսինքն կատարվում է ամեն ինչ, որպեսզի չբացահայտվի։ Բա հիմա եւ այդ գործով ովքեր են անցնում։ Անցնում են այն ֆիգուրանտները, որոնց վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանում քննվում են գործեր։ Այսինքն եղել է նախաքննություն, գնացել է, բայց եթե կատարվել է նախաքննություն, ցանկացած նախաքննության պայմանն է, որ պետք է ինքը լինի համապարփակ, օբյեկտիվ եւ բազմակողմանի, այսինքն ամեն ինչ ենթադրենք նախաքննական մարմինը իմացել է մի բանի մասին, բայց դրան եկել միացել են այլ փաստեր։ Հիմա այդ այլ փաստերը, քանի որ ես եմ ներկայացրել, ինչու եք դուք արհամարում Տիկին Վարդապետյան։ Ինչն է սա, անձնական հակակրանք ունենք իմ նկատմամբ, դուք պաշտոնատար անձ եք, մենք չենք մրցակցում իրար հետ, դուք ինձ մրցակից չեք, դուք պետք է պետության շահերից ելնեք եւ անկախ այն հանգամանքից սիրում եք ինձ, չեք սիրում, իդեպ ես որևէ մեկի սիրո կարիք չունեմ, որտեւ ես տղամարդկանց եմ սիրում, դուք պետք է այս գործին ընթացք տայիք։ 23 թվականի հոկտեմբերի 19-ի հաղորդման մեջ իմ կողմից մանրակրկիտ նշվել են հանրությանը քաչ հայտնի, տեսեք, սենց մի քանի էջի վրա եղել է հաղորդում հանցագործության մասին, որի վերաբերյալ դրանից որոշ ժամանակ անց նոյեմբերի 3-ին քրեական վարույթ է նախաձեռնվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում։ Նոյեմբերի 3-ին, 2 տարի առաջ, եւ վերջ։ Ի տիշինա։ Առ այսօր ի տիշինա։ Հիմա ուզում եմ հասկանամ, սա ինչ ձևական գործընթացներ է, որ գնում է։ Այսինքն, այսքանից վերցնում եք այսքանը կիծի-պիծի կամ որոշ մարդկանց հասանելի, հասու ինֆոն եւ դրանով մեղադրանքներ, պսևդոմեղադրանքներ եք առաջադրում, քրեական հետապնդում եք իրականացնում, սուտ, որովհետեւ այն մեծ մասը մնում է, եթե մի հանցագործության այսքան մասն է քննվում եւ քրեական հետապնդում իրականացվում, բա այսքան մասի վերաբերյալ ինչու չի իրականացվում, սա ակնհայտ կոռուպցիայի հատկանիշներն են եւ կոռուպցիոն երևույթներն են, որոնք արկա են։ Հիմա 23 թվականին ես հաղորդում եմ տվել
Այս Վայ Հակոբյանի վերաբերյալ, որ այսօր վայ հետախուզվում է։ Եթե ես 2 տարի առաջ նշել եմ նրա եւ նրա տիկին Էլիզաբետ Պետրոսյանի կողմից 1 միլիարդ 107 միլիոն 877,232 դրամ գումարի յուրացման վերաբերյալ։ Ինչու տիկին Վարդապետյան, այդ դուք այս 2 տարի Իտալիայում չեք։ Վազգեն Սարգսյան 5-ում էլ եք եղել։ Ինչու այդ հանգամանքը չի պարզվել ժամանակին, երբ որ իմ կողմից ոչ միայն օպերատիվ տեղեկությունները տրամադրվել է դրամական շարժ, ոնց ա եղել, ինչպես ա եղել, չէ, չեք կարող ասել չէ, որովհետև ունենք նկարներ, ձեր դատախազության առջև, ձեր վարչության պետերը շարունակաբար իջել են ներքև, շարունակաբար կանչել են վերև, քննարկվել է, ներկայացվել է ապացույցները ու փափուկ բարձր են դրել, իդեպ ասեմ, որ փափուկ բարձ չեմ օգտագործում եւ ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս, որպեսզի շատ ավելի երիտասարդ մնաք առողջության համար, շատ ավելի լավ է 4 բարձի վրա քնեն։ Այդ փափուկ բարձերը դրել են, այո, գնում է նախաքննություն, մենք էս ենք անում, այն ենք անում, ուրեմն կամ լավ չեք անում, կամ պատճառներ ունեք լավ չանելու եւ որոշ մարդկանց երկրից դուրս թողնելու, հետո ասել հետախուզում ենք հայտարարել։ Էլիզաբետ Պետրոսյանին այս տարվա հունիսի 25-ին, չգիտեմ, բերման ենթարկեցիք։ Նայեք, 2025 թվականի հունիսի 25-ին հաղորդումը տրվել է 2 տարի առաջ 23 թվականին, բա որ բերեցիք, բերման ենթարկեցիք, հետո տարակ բերեցիք, ինչի հարց չտվեցիք, տիկին Էլիզաբետ Պետրոսյան, դու ինչ կապ ունեիր Արցախի հետ, աղջիկ ջան, ինչ կապ ունեիր, որ Արցախից դու ստացել ես ներդրումային հիմնադրամից 1 միլիարդ 107 միլիոն 877,232 դրամ։ Սրա մասին տիկին Վարդապետյան դուք շատ լավ տեղյակ եք։ Բայց եթե սա կոծկվել է դատախազության կողմից, ինչու։ Եվ ինչու այսօր սենց հետախուզում է հայտարարել։ Ինչ հետախուզում։ Մարդիկ իրանց տեղը նստած էին, այն խեղճ աղջկան տարակ բերեցիք, աղջկան տանել բերելը լավ բան չի։ Տարած հետ բերած, հա։ Ինչի եք տանում հետո հետ բերում այդ աղջկան, կամ մի տարեք, կամ հիմնավոր տարեք, կամ եթե չունեք հիմքեր, այլ ունեք դատախազուհիներ, որոնք միայն իրանց անձնական կյանքով են զբաղված, զանգեք ինձ, ես նույնիսկ հեռախոսով նորից տելեֆոնոգրամա մորզեով կամ այլ այբուբենով սենց ձեզ կուղարկեի։ Հիմա մենք խոսում ենք մի կազմակերպության մասին, որտեղ բոլորը այսօր անցնում են այլ քրեական վարույթներով։ Բա ինչու եւ 3 տարի առաջ չի գործ գնացել դատարան։ Այսինքն, երբ որ մենք տվյալները տրամադրել ենք ձեզ տիկին Վարդապետյան, այդ գործերը եղել են դեռ նախաքննության ընթացքում եւ դուք այն ձեր, չգիտեմ, որերորդ հարկից են, որ սիժու վիսակո գլիժու դալիկո վերահսկել եք, բա ինչի եք կոծկել, ինչու եք թաքցրել։ Ասեմ, որ չկարողանաք ասեք, որ սա անհիմն է, ոնց եք գրում ձեր այդ, ես հաղորդում եմ տալ, ասում ես մարդին սպառնացել այս էլ զապիսը, ձեր մոտ ընդունված է, չէ, վերացական է։ Հիմա ձեր հետախուզումն է վերացական հայտարարած, ձեր քննած գործերն են վերացական, որովհետև չվերացականն է այստեղ, ես հիմա ձեզ սիրուն ապացուցեմ, դուք բավականին գրագետ եք։ Խոսքը գնում էր Հակարի ՍՊ-ի մասին, որտեղի ֆիգուրանտներն են հանրությանը քաչ ծանոթ Կոմիտաս Կարապետյան, Արցախի փոխոստիկանապետ, ինչու մինչև այսօր կալանավորված չի տիկին Վարդապետյան, քաղաքական խնդիր ունեք, թե ծառայություններ ամատուցում, թե ինչպես ինքն է ասում, ընենց կռիշ ունեմ, որ ես պրոբլեմ չունեմ, ինքը պրոբլեմ ունի, այդ պրոբլեմը ես եմ, եթե երկրի գլխավոր դատախազը իր համար պրոբլեմ չի, ես պրոբլեմ եմ,
Ու ես մենակ չեմ, իմ հետևը մի մեծ բանակ կա կանգնած, որ պրոբլեմա։ Մհեր Պալասկով, բոլորին հայտնի, Վահե Հակոբյան, որ այսօր փախուստի մեջ է, երբ որ 23 թվականին ձեզ հաղորդում էի ներկայացնում, Վահե Հակոբյանը փախուստի մեջ չէր, Սարյան 24 հարցերում վզ Սարյանը չեմ կարծում, որ դատախազությունը խնդիր ունի հանձնարարելու, որպիսի նախաքննական մարմինը անի այդ քննությունը քննչական կոմիտեից, որ 2 տարի, ես, ուրեմն լսեք ասեմ, ես չեմ հանդուրժում արհամարանք իմ անձի և իմ կատարած աշխատանքի վերաբերյալ, ելնելով թե իմ գիտական աստիճանից, թե իմ ձիրքից, թե իմ գիտելիքներից, թե իմ արած հետաքննությունից։ Ոնց կարաք դուք իմ արածը արհամարեք ու այսօր սութի մուտի հետախուզումներ հայտարարեք։ Խնդրեմ Վահե Հակոբյան իր յուրտիկնոջ Էլիզաբեթ Պետրոսյանի հետ։ Բա որ Էլիզաբեթ Պետրոսյանին տարակ հունիսի 25-ին տարել եք միգուցե ինչ-որ մի ուրիշ բանի համար տարել եք, որ նայեք ինչ գեղեցիկ զգեստներ ունի, կամ, չգիտեմ, չեմ կարող ասեմ, բա մի հատ ձեռի հետ, ինչու չհարցրեցին Էլիզաբեթ Պետրոսյան, դու Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, ինչ կապ ունես, դարլինգ, ինչ ես դու ընդեղից 1 միլիարդ դրամ տարել, և ինչու են այս տղամարդիկ, չգիտեմ էլի ոնց կոչեմ իրանց կանանց փեշերի տակ թաքնված այդ փողերը կերել, իրանց կնանիքին սենց դեմ տվել, ամբողջ հայոց պատմության մեջ միշտ տղամարդը ինքն է գնում առաջի պլան, ոչ թե հենց որ տեսնում է վտանգ կա, իր կնոջն է դեմ տալիս, դե էս էլ իրանց անձնական ընտանեկան խնդիրներն է, թող իրանք որոշեն ոնց են ապրում, և Նարեկ Ամբարյան, հիմա այս անուններից, այս երկուսի վերաբերյալ, այս Նարեկ Ամբարյանի վերաբերյալ, Վահե Հակոբյանի եղբայրը և Վահե Հակոբյանի անունը շրջանառվում էր կոռուպցիոն բնույթի գործի շրջանակներում և այդ դատալեքսից ասենք Նարեկ Գուրգենի Ամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի հուլիսի 1-ից հանդիսանալով ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ինչպես նաև 2018 թվականի մարտի 1-ից խորհրդի անդամ ի պաշտոնե իր լիազորությունները, ինչպես ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով ՓԲ-ի շահերին հակառակ է օգտագործել իր լիազորությունները։ Հիմա Նարեկ Ամբարյանը հակակոռուպցիոն դատարանում է, իսկ Նարեկ Ամբարյանին մինչև հակակոռուպցիոն դատարան ուղարկելը, ինչու չեք հարցրել Տիկին Վարդապետյան, ինչու չեք վերահսկել, որ դեռ 2 տարի առաջ ես հաղորդում եմ ներկայացրել, որ այս սուբյեկտը սա էլ իր կնոջ մեջքի հետևն է։ Անահիտ Ղալթախչյան, չունենք նկարը, չեմ էլ հետաքրքրվել։ Սրանք ուղղակի տենց ամբողջ օր տենց ծելեզվիզդաներ են, դրա համար ունեն։ Թե 1 միլիարդ 107 միլիոն էլ Նարեկ Ամբարյան, տիկինը տա ստացի Անահիտ Ղալթախչյանը, հեկերի մեծագույն մասնագետը։ Ինչու։ Եվ ուրիշ մի բան էլ ասեմ, անկախ այն հանգամանքից, որ ես հստակ գումարներ եմ նշել, այս մարդկանց մասնակցության մասին հեկերում և Արցախում հետ կգրել է դեռ տարիներ առաջ։ Ուղղակի այն ֆինանսական փաստաթղթերը, որոնց ես տիրապետում եմ, հասու չեն եղել, այդ բան մարդիկ հստակ թվերով չեն գրել։ Այսինքն Տիկին Վարդապետյան, մինչև գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելը, դուք երևի թե դա ձեր պարտականությունն է, պետք է իմանայիք, թե այս սուբյեկտներն ինչով են զբաղվում։ Հիմա հարց եմ տալիս, ինչու է կոծկել այս մարդկանց արած հանցագործությունները, ինչու։ Եվ այս մարդկանց մասին բարձրաձայնելուց հետո, երբ որ ես գրում եմ, ես այս բանը ասեցի, կոնկրետ, այսինչ հեռախոսը համարից, այսինչ մարդը սպառնաց, այսինչ բան, ինչու է կոծկում այդ սպառնալիքներ։ Այսինքն, դուք անում եք ամեն ինչ, որ այս մարդիկ մնան անպատիժ և այսօր չեմ ուզում այլ բառով ասեմ, սա կրկեսը լավ է, որ բացվել է։
կրկեսին հարիր գործելակերպա, վայ Հակոբյանը փախավ, լուրջ, բա 2 տարի ինչ էիր անում դու ես մեղավոր Տիկին Վարդապետյան, բոլոր այս հարցերում, որովհետև քննչական կոմիտեն չի անում իր գործողությունը, դու հսկողություն ես, ունես հսկող հսկող դատախազները ինչով են զբաղված, շիլակով, թե բումբուլիկներով շորեր հագնելով, թե Մարինա Պողոսյանի դեմ արշավ եք սկսել, իդեպ հիշեցնեմ, մեկն էլ էր սկսել, որի անունն էր Արթուր Դավթյան, և ուր է հիմա նա, ստեղ ընդեղ գնում է, ասում է, կլինի ինձ էլ այս կոնֆերանսին կանչեք խոսանք, գամտե ռուպր բռնեմ, միծինգ անեմ, ձեռի հետ էլ դհոլ խփեմ։ Ատեղ է։ Տիկին Վարդապետյան, երբ որ դուք նոր եկաք, մենք ունեինք էջ, ուր պահանջում ենք Արթուր Դավթյանի հրաժարականը, պահանջում եմ գլխավոր դատախազի հրաժարականը։ Մենք բնականաբար փոխեցինք, սարքեցինք դատախազության այլընտրանքային հարթակ, ձև մի բռնեք, որ դուք ոչ իմանից տեղյակ չեք։ Օրեր առաջ ես նորից փոխել եմ էջը եւ այո, պահանջում եմ ձեր հրաժարականը, որտեղ ձեր պատճառով կոնկրետ 4 միլիարդ, նկարը տարեք, բերեք, 4 միլիարդ 431 միլիոն 508 հազար դրամի վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության բյուջեին։ Սրա պատասխանատուն կոնկրետ դուք եք, Տիկին Վարդապետյան, անկախ Սանրեմոյից, չգիտեմ, Հռոմից, Վատիկանից, Վենեցիայի գանդոլաներից, դուք եք սրա պատասխանատուն։ Այս 4 միլիարդ դրամը, սա հարկատուների միջոցները, սա հանրային գումարները։ Ձեր թողտվությամբ այս գումարները վատնվել է։ Դուք իմ բոլոր հաղորդումներին տենց զրո ռեակցիա եք տալիս։ Հեռու չէ այն ժամանակը, որ կարծում եմ կհայտնվեք Արթուր Դավթյանի կարգավիճակում, եթե ոչ ավելին, որովհետև իմ կողմից այսօր բարձրաձայնված է հստակ հաղորդում է հանցագործության մասին, որտեղ դուք գործել եք ոչ թե իշահ պետության, իշահ մեր պետականության, այլ գործել եք իշահ, չգիտեմ ինչու, որովհետև 2 տարի առաջ տրված հաղորդում, նորից եմ կրկնում, և 2 տարի առաջ նախաձեռնված քրեական վարույթ, որով ոչինչ չի արվել, որով ժամանակին պատասխանատվություն չեն կրել, քրեական հետապնդում չի իրականացվել, այս սուբյեկտների նկատմամբ, որոնցից մեկը այսօր իբրև փախուստի մեջ է, դուք էլ հետախուզում եք հայտարարել, այսինքն վայ Հակոբյանը փախուստի ա դիմել ձեր թողտվությամբ և ձեր թեթև ձեռքով կասեք ոչ, ես կասեմ այո, որովհետև ժամանակին տրված էր հաղորդում հանցագործության մասին, ժամանակին տրված էր մանրամասները, որը ձեր կողմից կանխամտածված, այո, կանխամտածված, որտեղ դուք գիտակից մարդ եք, բավականին բարձր ինտելեկտի և գիտելիքների տեր, արհամարվեց, և դուք այսօր դա արհամարելով ես հայտարարում եմ, որ դուք նաև իմ անձը դնում եք վտանգի տակ, այսինքն դուք հովանավորում եք նաև քրեական էլեմենտների, որոնք ինձ սպառնում են, և այտենց բալերինայի շորերով, պաստելնի գույների մեջ, նրբիկ ռոզվը գալուբոյ, մանկատներ հաճախելով, դուք այսօր իմ կյանքը փորձում եք վտանգել, բայց դա ձեզ չի հաջողի, Տիկին Վարդապետյան, որտեղ էլի եմ ասում, մի մեծ բանակ կա, և վերջում ուզում եմ ձեզ մի բան ասել, որ ես չեմ ասել, հանրահայտ Գլեդստոնն է ասել, որ ուշացված արդարադատությունը, դա ժխտված արդարադատություն է, դուք հիմա ժխտել եք մեր երկրում արդարադատությունը, դուք սատար եք կանգնել հանցագործներին, և հիմա ինձ կարող եք ասել, օй, նա սենց բաներ ասեց, տանենք կալանավորենք, քրեական պատասխանատվության ենթարկենք, դուք դա կարող եք անել, եթե ես ձեզ զրպարտեմ, բայց տեսնում եք, ես փաստերով ասում եմ, 2 տարի առաջ ձեզ տեղեկացվել է այս ամեն ինչի մասին, ինչու չեք արել, պարոն Պողոսյան, ինչու չեք անում, ըստ էության սա հակակոռուպցիոն կոմիտեի գործ է,
փոխանցեք հակակոռուպցիոն կոմիտեի վարույթ եւ այս գործով առաջ գնանք։ Եվ սա կլինի նաեւ իմ եւ մեր թիմի անվտանգության երաշխիքը, բայց ոնց որ թե իմ անվտանգությունը հայերեն չգիտեմ այդ բառը։ Հա, раздражать էի ուզում ասեմ, ձեզ նյարդայնացնում է Տիկին Վարդապետյան։ Իսկ ինձ նյարդայնացնում է ձեր անգործությունը։ Մինչև վաղը կամ վաղը չէ մյուս օրը, որտեղ երբ ես կներկայացնեմ ձեր հերթական անգործությունը եւ չեմ ուզում ասեմ հանցավոր գործողությունները իմ անձի նկատմամբ, թողնենք հանրության եւ ձեր պես պրոֆեսիոնալ իրավաբանների դատին, դրա անունը ինչ է։ Դուք սիրում եք գնալ դատարաններ, ուղարկել դատախազներին, կալանքների միջնորդությունների համար, բայց մարդիկ ինչու են դուրսը, որտեվ իրենք ունեն մի դրվագով, միայն մի դրվագով, այս չէ սրանց լրիվ ունեցվածքը։ Լրիվ ունեցվածքը հիմա փող ենք հավաքում, որ sense մեծ հեռուստաէկրան առնենք, որ երևա։ Մենակ մի դրվագով պետությունից 4 միլիարդ են տարել։ Հիմա ո՞րն է ավելի վտանգավոր պետության համար։ Ինչ որ մեկի կոմենտը Facebook-ում, թե պետությունից 4 միլիարդ դրամ գողանալը։ Թող հանրությունը դատի։ Այսքանն այսօր։